Կրեմլում տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը։ Պուտինը իր խոսքում ասել է, մեր հարաբերությունները զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք։ Նա շեշտել է, որ վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն է եղել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Փաշինյանն էլ ասել է, որ այժմ աշխատում են և փնտրում Հայաստանի համար նախագծեր նոր, փոքր մոդուլային ատոմային հնարավորությունների և այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունեն Ռուսաստանի հետ։ Փաշինյանն ընդգծել է, որ արդյունավետ համագործակցում են Ռոսատոմ կորպորացիայի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից նույնպես օգտագործեց Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, անդրադառնալով Վաշինգտոնյան համաձայնություններին։ Վաշինգտոնի գագաթնաժողովի առանցքային և կարևոր արդյունքներից էր Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման, նույն ինքը TPP ապահովումը, որը կապահովի անխոչնդոտ հասանելիությունը Զանգեզուրի միջանցքով և կխթանի տարածաշրջանային կապերը, ասել է Ալիևը և հիշեցրել, որ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, շնորհակալություն հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ազգային ժողովի падգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեգամ Նազարյանը նախագիծ են շրջանառելու, որը հունվարի 27-ը կսահմանվի որպես հիշատակի և խոնարհման օր։ Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ, գրել է Ռուբինյանը Facebook-ում։ Իսկ հունվարի 28-ը կնշվի որպես բանակի օր, այնպես ինչպես և եղել է։ Նազարյանը 44-օրյա պատերազմում զոհված դիպուկահար Աբգար Նազարյանի հայրն է, նախկինում նա Հայաստան խմբակցության անդամ էր։ Վաղը սեպտեմբերի 27-ին Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցում ինքնաթիռի խցիկից տեսանյութ հրապարակելով։ Փաշինյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահը։ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել ու մասնակցում էր սեպտեմբերի 25-ից 28-ը կայանալիք համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային համաժողովին։ Այն նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակին։ Երևան-Արմավիր ավտոճանապարհի ատոմակայանի խաչմերուկում վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի, նրանցից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը միջին ծանրության։ Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ծանր դեպք չկա։ Այսօր առավոտյան Արմավիրի մարզում բախվել է Mercedes մակնիշ ավտոմեքենան ու մարդատար գազելը։ Բախման հետևանքով գազելը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի կողմում։ Ազգային ժողովում լսումներ են պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով։ Օրակարգում ազգային ճգնաժամի և կառավարման նախաձեռնման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծն է։ Այս լսումների կազմակերպման դրդապատճառը մեր երկրում կառավարիչների հակապետական գործողություններին հակազդելն է։ Այսօր մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության, ասել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը իր ելույթի ժամանակ իրենց падգամավորների ստորագրությունները փոխանցեց պատիվ ունեմին, որպեսզի կցեն իրենց նախագծին։ Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ գագաթնաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի ագնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները այդ ժամանակ գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը դինամիկ զարգանում է, ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։ Միրզոյանը և Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների շուրջ ևս։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վստահ հաղթանակ է տանելու 2026-ի խորհրդարանական ընտրություններում։ Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ԿՊ-ն ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021-ի ընտրություններին։ Ըստ նրա պատճառն օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված համաձայնագիրն է լինելու։ Ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահի և լրագրողներից մեկի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել նրա հարցերին։ Անի ջան, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, դուք անձնական դաշտ եք մտնում։ Լրագրողը դեռ երկար փորձեց ստանալ իր հարցերի պատասխանը, սակայն Սիմոնյանը որոշումը չփոխեց։
Հայազգային կոնգրեսը դաշինքի կազմի Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ավելորդ դատարկ խոսակցությունների զերծ մնալու համար, ինչպես նաև հերքելու համար տարբեր բամբասանքներ ու ասեկոսեներ միանգամից ուզում եմ հայտարարել, որ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում սկսել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ, ընդգծեց նա։ Այնուհետև անդրադառնալով Փաշինյանի դեմ սկսված իմպիչմենտի գործընթացին, նշեց, որ նրա կառավարման 7 տարիները նշանավորվել են հայ ժողովրդի համար աղետալի հետևանքներով։ Գրեթե 9 ամսվա կոմայից հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քյոսայանը։ Այս մասին հայտնել է նրա կինը Մարգարիտա Սիմոնյանը։ Քյոսայանը հայտնի է նաև որպես սցենարիստ և դերասան։ Նա Խեղճ Սաշա, Հովտի Շուշան և Ղրիմի կամուրջ ֆիլմերի ռեժիսորն էր, վարել է երեկոն Տիգրան Քյոսայանի հետ և բավական է լռել թոք-շոուները Ռեն TV-ով։ Ապա միջազգային սղոցարանը վերջին թողարկում արձակվել է դեկտեմբերի 20-ին։ Այս տարվա հունվարի 9-ին էլ հայտնի դարձավ, որ Քյոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։ ԶԼՄ-ների փառաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանելու մեջ կասկած ողանձբերմանը ենթարկվել կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Վերջինս իրավապահ մարմինները հայտնաբերել են հենց իր տանը, նրան հայտնաբերվել հաջողվել է կինոլոգիաների աշխատանքի միջոցով, շները գտել են այրված հագուստի հետքերը, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբորտուն։ Ըստ ամենայնի գործողությունները կատարելուց հետո ենթադրաբար նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով հողատարածքով մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել։ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը ստիպված է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակին նվիրված ակցիան տեղափոխել իր տարածք։ Սանկտ Պետերբուրգի իշխանությունների ճնշման արդյունքում հյուպատոսությունը Չեղյալ է համարել միջոցառումը, որը նախատեսվում էր անցկացնել Եվրոպա հյուրանոցում։ Միջոցառումը տեղի կունենա դիվանագիտական ներկայացուցչության տարածքում։ Ինչպես հայտնի է, մասնակիցների հավաքագրման հետ կապված նույնպես դժվարություններ են առաջացել։ Պետերբուրգի ադրբեջանական համայնքը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի, այսպես ասած, սադրիչ գործողություններին։ Իրավիճակը փրկելու համար կազմակերպվել է հյուպատոսությունների աշխատակիցների, այսպես ասած, ներմուծում Մոսկվայից և Եկատերինբուրգից։ Պետերբուրգը ՌԴ ամենախոշոր քաղաքն է, որտեղ Հեյդար Ալիևի հետ կապված հիշարժան կետ կա։ Հուշատախտակը կախված է Պետերբուրգի պետական անվտանգության նախկին նախարարության շենքի պատից։ Ժամանակին այնտեղ է սովորել Հայր Ալիևը։